Երբևէ ձեզ բախտ վիճակվել է լինել անձի հետ, զրուցել նրա հետ, լրիվ adekvat նորմալ մարդ է, հետո պարզել, որ նա սպանել է մորը։ Այդպիսի մի իրավիճակ ես ունեցա, երբ այցելեցի Սևան հոգեկան առողջության կենտրոն ու այստեղ հանդիպեցի ինչպես բժշկական անձնակազմի, այնպես էլ բուժառուներին տեսա, նրանց հետ զրուցեցի։ Հենց մտնում ենք Սևան հոգեկան առողջության կենտրոն, առաջին բանը ինչ որ մեզ հանդիպում է, դա գերմաներեն եւ ռուսերեն գրություն է։ Եվ բարձվում է Սևան հոգեկան առողջության կենտրոնի շենքը, որը դա ինչպես հայտնի է բարձ անվանից, գտնվում է Սևան քաղաքում եւ կառուցվել է գերմանացի գերիների կողմից 1945-ից հետո, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերմանացիներին բերել են այստեղ եւ նրանք կառուցել են շենքը։ Գրություն են թողել, որը մինչեւ հիմա պահպանված է ռուսերեն եւ գերմաներեն։ Ի սկզբանե այլ նպատակով է կառուցվել ճամբարի, բայց հիմա վերածվել է հոգեկան առողջության կենտրոնի ու բավականին լավ վիճակում է շինությունը գերմանացի գերիների կառուցած։ Ինչն է հետաքրքիր, որ դեռևս պահպանվում է հին շենքի որոշ հատվածներ եւ դրանք բավական լավ վիճակում են գերմանացիների կողմից կառուցված հատվածները։ Հոգեկան առողջության կենտրոնի մի մասը թարմացվում է, ինչ որ մոդուլային շինություններ կան, բայց մեծ մասը հենց այդ գերմանացիների կողմից կառուցված շենքն է։ Ի սկզբանե կառուցված չէր եղել հոգեկան առողջության համար, բայց հիմա այդպես է ծառայում։ Մենք այնտեղ հանդիպեցինք մի մարդու, ես նրան նաև նկարահանեցի, ֆոտոներ եմ արել, իհարկե դեմքը չի երևում, պետք չի նաև ցույց տալ, բայց դուք տեսնում եք նրան գործեր անում այգում, զրուցեցինք, լրիվ նորմալ adekvat անձնավորություններ, պարզվեց, որ նա սպանել է մորը, էլի գտնվելով հոգեկան ծանր պայմաններում ու հիմա բուժում է ստանում հոգեբուժանում։ Շատ հետաքրքիր զրույց ունեցանք հոգեկան առողջության կենտրոնի մի պացիենտի հետ, որի հետ ինտերվյու իրականացրեցի, իսկ հետո նա ինձ ասեց, որ գիտես լավ հարցեր չես տալիս, ի պատասխան ես ասեցի ինչն է, ինչու չես մտածում, որ լավ հարցեր չեմ տալիս, որտեղ ես տվել եմ իրեն տարբեր հարցեր կապված սոցիալական, տեղի սոցիալական վիճակից, ազատության մասով էի հարցեր տվել, խնդիրներ չի տեսնում, տարբեր, հիմա չեմ հիշում կոնկրետ, բայց տարաբնույթ հարցեր էի տվել, բոլոր ոլորտներն իրեն առնչվող ու առողջության կենտրոնին առնչվող, ու ինքը ինձ ասաց, դե չես հարցնում, թե ինչն է ինձ երջանկացնում։ Ես միանգամից հարցը տվեցի, ասեցի, քեզ ինչն է երջանկացնում, ինքը հանկարծակի եկավ ու ասաց, որ ինձ երջանկացնում է երաժշտությունը ու սկսեց համոզեց, որ մենք նկարենք իրեն ու ինքը նվագեց։ Տվյալ անձը շատ հետաքրքիր կերպար էր եւ պարզվեց որ նա շիզոֆրենիա ունի ու երբ որ իր մոտ սրումներ են տեղի ունենում, ինքը մտածում է, որ ինքը մահացած է։ Ահա նման մարդիկ էին։ Մենք մտնում ենք տարբեր հատվածներ, տարբեր անձանց ենք հանդիպում, նրանց մի մասը զգացվում էր, որ նոր է բուժվում, արդեն ու իսկ մյուսները արդեն ավելի կայուն վիճակում էին ու խնդիրներ չունեին։ Մենք նաև մտանք Սևան հոգեկան առողջության կենտրոնի այն հատվածը, որտեղ բուժման են ենթարկում նրանց, որոնց պարտադրված է Սևան հոգեբուժարանի ֆիզիկական զսպման սենյակը, ըստ վերջույթների համար կապելու այստեղ հարվածների հետևանքը բուժառումների նույնիսկ այրված։
բժիշկն է ստեղից հետևում է։ Անցին։ Հետաքրքիր մշակույթի կենտրոնի լուսանկարները մեզ պատմեց բժիշկներից մեկը, որ որոշները, երբ որ իրենց մոտ սրումներ էր տեղի ունենում, իրանք վառ գույներ էին նկարում։ Որոշ մարդիկ էլ կան, որ երբ որ սրում է տեղի ունենում, տարբեր կանանց են նկարում։ Մի ուրիշ բան էլ նկատեցինք յուրահատուկ բանաստեղծություններ պատերին, որոնցից էլի մեկը ձեր էկրանում երևում է, մի փաստել, որի մասին ես չգիտեի, կարծում եմ դուք էլ չգիտեք, բարձրանում է հոգեկան առողջության կենտրոնի բուժառուները իրենք կարող են սոցիալական ցանցերում ազատ արտահայտվել։ Իրանք կարող են օգտագործել համացանց, իրանք կարող են մտնել TikTok ու այդպես է լինում, փաստորեն իրենցից որոշները TikTok-ում կան, բավականին ակտիվ են, տեսանյութեր են իրականացնում, այսինքն այս հասանելիությունը իրենց օրենսդրական որևէ սահմանափակում չկա եւ իրենք ազատորեն կարողանում են դա իրականացնել ու հիմա էլ որոշներ իրականացնել են, սա իմ համար հետաքրքիր փաստ էր իմանալու համար, այնպես որ TikTok-ում ամեն մեկի մի հավատացեք ու նաեւ մի սոցիալական ցանցերում իմացեք, որ մարդիկ կլինեն, որ իրենց լայվեր իրականացնում են հենց հոգեկան առողջության կենտրոնից ու այդպիսի դեպքեր կան։ Սրանք էր դուք կարող եք հետևել CVNet-ին, կոմենտներում ես կտեղադրեմ մեր հղումը ու դուք ավելի մանրամասն կտեսնեք հոգեկան առողջության կենտրոնի մասին։ Շնորհակալություն։